Պատկերացրեք, Ստամբուլ, 1995 թվական, սեպտեմբեր։ Քաղաքի ամենահայտնի, գուցե եւ ամենասկանդալային կանանցից մեկը 81-ամյա Մաթիլդ Մանուկյանը։ Հա, ճիշտ այդ պահին։ Իջնում է իր շքեղ մեքենայից, իր տան դիմաց, հուզուր փալասի։ Ու հանկարծ պայթյուն։ Թիկնապահն ու վարորդը տեղում մահանում են։ Իսկ ինքը ծանր վիրավոր։ Սա ուղղակի մահափորձ չէր, չէ՞։ Ոչ, սա հարձակում էր մի կնոջ վրա, ով, դե ինչ ասեմ, մի ամբողջ կայսրություն էր ստեղծել։ Սկսելով որպես դերձակուհի։ Այո, բարձրաշխարհային դերձակուհի, ու դարձել էր Թուրքիայի ամենահայտնի հասարակած տների ցանցի տիրուհին։ Եվ նաև խոշորագույն հարկատուներից մեկը։ Այս է ամենաանհավանականը։ Այո, Մաթիլդ Մանուկյանի պատմությունը լի է հենց նման դրամատիկ շրջադարձերով, հակասություններով ու շատ չբացահայտված հարցերով։ Հա, մեր ձեռքի տակ եղած աղբյուրները, հոդվածներ, նախկին ոստիկանի հուշեր, այդ իրավական փաստաթղթերը, դրանք թույլ են տալիս, այսպես ասած, փորձել վերականգնել այս բարդ կերպարի պատմությունը։ Մեր նպատակն այսօր դատելը չէ, հասկանում եք։ Բնականաբար, այլ հասկանալը ինչպես կարող էր արիստոկրատական ծագումով կինը ստեղծել ու պահպանել նման կայսրություն։ Եվ ինչ գին վճարեց դրա համար։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Մաթիլդ Մանուկյան ծնվել է 1914-ին Ստամբուլում, հայ արիստոկրատ ընտանիք։ Հա, ստացել է լավ կրթություն իր ժամանակի համար, ավարտել է հեղինակավոր Նոթր Դամ դը Սիոն ֆրանսիական վարժարանը։ Այսինքն սկիզբը լրիվ նորմալ էր թվում, չէ՞, բարձրաշխարհիկ տիկնոջ սովորական կյանք։ Սակայն ինչպես աղբյուրներն են նշում, առաջին մեծ շրջադարձը ամուսնու վաղաժամ մահն էր։ Ահա։ Մնում է մենակ իր որդու Կերոպեի հետ, եւ պիտի ինքնուրույն հոգար իրենց ապրուստը։ Դե սկզբում, ինչպես հասկանում ենք, նա բացում է նորաձևության ատելիե։ Այո, դա լրիվ տրամաբանական էր։ Համապատասխանում էր իր դաստիարակությանը, միջավայրին։ Հագուստ էր կարում Ստամբուլի էլիտայի համար։ Ճիշտ է։ Բայց սա դեռ այն Մանուկյանը չէր, որին հետո ճանաչեց ողջ Թուրքիան։ Ոչ, իհարկե։ Իրական փոփոխությունը գալիս է, երբ նա սկսում է զբաղվել անշարժ գույքով։ Հորից ժառանգություն էր ստացել, չէ՞։ Հա, շենքեր Ստամբուլի Կարաքյոյի թաղամասում։ Հենց այնտեղ, որը արդեն հայտնի էր որպես կարմիր լապտերների շրջան։ Սկզբում ուղակի վարձով էր տալիս։ Այո, պարզապես վարձով էր տալիս գործող հասարակատների սեփականատերերին։ Ու հետո։ Եվ այստեղ տեղի է ունենում այն որոշիչ դրվագը։ Մի աղբյուրում նշվում է, որ վարձակալներից մեկը մեծ պարտք է կուտակում։ Հասկանալի է։ Ու ի վերջո պարտքի դիմաց իր հասարակատունը հանձնում է Մանուկյանին։ Սա սկիզբն էր, ուրեմն։ Հենց դա։ Նա ոչ միայն պահում է այդ մեկ տունը, այլև դե տարիների ընթացքում սկսում է ընդլայնել իր հավաքածուն։ Քանի տուն, թվերը տարբեր են կարծես։ Հա, տարբեր աղբյուրներ նշում են 14-ից մինչև 32 հասարակատուն։ Հիմնականում կենտրոնացած էին Կարաքյոյի Զյուրաֆա փողոցում։ Այդ փողոցը դառնում է նրա կայսրության սիրտը։ Ճիշտ այդպես։ Սա արդեն իսկ դե շատ անսովոր է, բայց այն ինչ հետո է լինում, ուղղակի ապշեցնող է։ Ինչպես են նա այս բիզնեսից դառնում Թուրքիայի ամենահարուստ կանանցից մեկը։ Աղբյուրները, տեսեք, միաբերան նշում են նրա գործարար հոտառությունը։ Հասկանալի է։ Հասարակած տներից ստացված հսկայական եկամուտները նա չի վատնում։ Շատ խելամտորեն ներդնում է անշարժ գույքի մեջ։ Իսկ մասշտաբները։ Մասշտաբներն ուղղակի աներևակայելի են։ Խոսքը գնում է մոտ 500 բնակարանի մասին Ստամբուլում, 70 բիզնես կենտրոնի։ 70։ Այո, 70։ Եվս 200 բնակարան Յալովայում, 3-5 աստղանի հյուրանոց Անտալիայում եւ Ալանիայում։ Ուրիշ էլ։ Վիլլաներ Հյուսիսային Կիպրոսում, անգամ գործարան Ստամբուլում արտահանման համար։ Եվ չմոռանանք կրկար 220 տաքսիների մասին, սա էլ է հետաքրքիր։ Հա, 220 տաքսու պլակա։ Պետք է հասկանալ, որ պլական Ստամբուլում տաքսու շահագործման շատ թանկ լիցենզիան է։ Այսինքն ոչ միայն մեքենաները, այլ հենց այդ լիցենզիաները։ Ճիշտ է։ Բայց այս ամբողջ հարստության ֆոնին ամենաանհավանականը երևի գալիս է 1990-ականներին։ Այո, հենց դա։ Սա Մանուկյանի ֆենոմենի գագաթնակետն է։ 5, որոշ տվյալներով 6 տարի անընդմեջ նա պաշտոնապես ճանաչվում է Ստամբուլի թիվ 1 հարկատուն։ Պատկերացնում եք, մի կին ում հարստության հիմնական աղբյուրը հասարակած տներն էին։ Հա, ու պարգևներ է ստանում հարկային տեսչությունից։ Եվ նա դրանով հպարտանում էր։ Շատ, այնքան, որ իր պարգևները ցուցադրում էր Շիշլիի իր տանը բացված հատուկ թանգարանում։ M&M թանգարանն էր կոչվում։ Սա իսկապես հակասական է, ինչպես է դա հնարավոր։ Այն ոստիկանը, որի հուշերը հիշատակեցիք,
Ինչ է ասում այդ մասին։ Այդ ոստիկանի ՀԿ-ի հուշերը, որոնք հանրամասն կան ձեր աղբյուրներից մեկում, շատ հետաքրքիր լույս են սփռում այս հարցի վրա։ Նա տարիներ շարունակ ծառայել է հենց Կարաքյոյի այդ թաղամասում եւ հաստատում է, որ Մանուկյանն իսկապես ամենաշետը հպարտանում էր իր հարկային ռեկորդներով։ Իսկ բուն գործունեությամբ Ոստիկանի խոսքերով նա չէր պարծենում իր արածով, բայց չէր էլ ամաչում։ Իսկ ինչ վերաբերում է հարկային չեմպիոնությանը, ոստիկանը մի հետաքրքիր բացատրություն է տալիս։ Նրա խոսքով, շատ խոշոր հոլդինգներ այն ժամանակ թաքցնում էին իրենց իրական եկամուտների մի զգալի մասը։ Իսկ Մանուկյանը գուցե հենց իր բիզնեսի բնույթի պատճառով գերադասում էր ամեն ինչ բացահայտ հայտարարագրել ու վճարել։ Այսինքն դա իր համար մի տեսակ լեգիտիմության միջոց էր։ Կարծես թե լեգիտիմության, հանրային դիրքի ամրապնդման։ Այսինքն հարկերը վճարելով նա կարծես գնում էր իր անձեռնմխելիությունը կամ գոնե հանդուրժողականություն։ Հնարավոր է։ ՀԿ-ի հուշերը նաև այդ կայսրության ներքին կյանքի մանրամասներն են բացահայտում։ Դրանք ավելի շատ քրեական դրամային հիշեցնում։ Անշուշտ, նա պատմում է կանանց մասին։ Ոմանք ըստ նրա ցերեկը սովորական կյանքով էին ապրում։ Ուսուցիչ էին, բանկի աշխատակից։ Իսկ գիշերը կեղծամներով գալիս էին հասարակած տուն լրացուցիչ գումար վաստակելու։ Նկարագրում է խիստ վերահսկողություն։ Հա, մուտքի մոտ անձնագրերի ստուգում, կանանց համար պարտադիր բժշկական զննումներ, բայց նաև մռայլ իրականությունն են նշում։ Ինչ։ Կանանց մոտ 70%-ը նրա պնդմամբ թմրամիջոց էր օգտագործում։ Շատ ծանր պատկեր է։ Իսկ ինչպես էր Մանուկյանն անձամբ կառավարում այս ամենը։ Ոստիկանը նկարագրում է նրա գիշերային այցերը։ Սովորաբար ժամը 1-ին հասույթը հավաքելու։ Ինքն անձամբ։ Հա, երբեք չէր օգտագործում զույրափափողոցի գլխավոր մուտքերը։ Մուտնում էր հետևի դռներից, որոնք կապում էին իր շենքերը։ Իր գրասենյակը որն էր։ Թիվ 13 սենյակը։ Ըստ ոստիկանի, այնտեղ մի հսկայական 1.5 մետր բարձրությամբ չհրկիզվող պահարան կար։ Ու միշտ լիքն էր փողով։ Այո, միշտ։ Հետաքրքիր է նաև, թե ինչպես էին նրան դիմում ոստիկանները։ Ասացիք տարբեր ձևերով։ Հա, բարձրաստիճանները տիկին, Հանում Էֆենդի, շատ հարգալից։ Իսկ շարքայինները մայրիկ։ Անա, մայրիկ, սա ավելի ոչ ֆորմալ է, հուշում է հովանավորչական հարաբերությունների մասին։ Ճիշտ է։ Հատկապես, որ նա նաև նվերներ էր անում ոստիկանությանը։ Այո, դուք նշեցիք դա։ Ինչ նվերներ։ ՀԿ-ն բացահայտ պատմում է, նշում է, որ Մանուկյանը 10 թաքսու պլահկա, այդ թանկարժեք լիցենզիաներից նվիրել էր ոստիկաններին։ 10, սա լուրջ թիվ է։ Շատ։ Հաճախ անվադողեր էր տրամադրում պարեկային մեքենաների համար։ Երբեմն բարձրաստիճան ոստիկաններ էին գալիս նրա մոտ, մեքենաների անվադողեր են պետք խնդրանքով, ու նա օգնում էր։ Սա իհարկե ուղղակիորեն խոսում է հնարավոր կոռուպցիոն կապերի մասին, ազդեցության։ Միանշանակ։ Եվ այս բարեգործության կողքին նույն ոստիկանը պատմում է շահագործման, նույնիսկ բռնության մասին։ Այստեղ արդեն պատմության մութ կողմը։ Հենց այդպես։ Հայկական նկարագրում է, թե ինչպես էին աշխատող կանանց հետ պայմանագրեր կնքում։ Որոնց միջոցով պարտքերի մեջ էին գցում։ Հա, հաճախ։ Տոկոսով գումար տալով։ Եվ եթե քինը փորձում էր փախչել առանց պարտքը մարելու, ինչ էր լինում։ Մանուկյանը, ըստ ոստիկանի, ոչ միայն օգտագործում էր պայմանագիրը իրավական ճանապարհով հետապնդելու, այլև դիմում էր Օֆլուլար անունով հայտնի հանցավոր խումբավորմանը։ Օֆլուլար, սրանք ովքեր են։ Սև ծովի ով շրջանից ծագող խումբավորում։ Հայտնի էին իրենց կոշտ մեթոդներով։ Նրանք պետք է գտնեին փախստականին եւ բռնի ուժով վերադարձնեին։ Այսինքն ենթադրյալ կապեր կազմակերպված հանցավորության հետ սեփական կայսրությունը վերահսկելու համար սա շատ լուրջ է։ Այո, ոստիկանը նաև նշում է սուշեհիրլիներին։ Դրանք էլ ուրիշ խումբ էին։ Հա, նա տարբերակում է դնում։ Սուշեհիրլիները Սիվասի Սուշեհիրի շրջանից վերահսկում էին ներքին կարգուկանոնը հասարակած տաներում, իսկ Օֆլուլարը զբաղվում էին արտաքին խնդիրներով, փախուստ եւ այլն։ Շատ կազմակերպված համակարգ է թվում։ Այո, շահագործումը դրսևորվում էր նաև մանրուքներում։ Օրինակ, աշխատող կանայք ստիպված էին հարևան ռեստորանից ուտելիքը պատվիրել շուկայականից զգալիորեն բարձր գնով։ Այս ամենի հետ մեկտեղ կային նաև այլ սկանդալային դրվագներ, Ասալահի հետ կապված պատմությունը, անցապահասներին աշխատացնելու մեղադրանքները։ Հագեկան հիշում է, որ հարցրել է Մանուկյանին, արդյոք Ասալան երբևէ գումար պահանջել է։ Եվ ինչ է պատասխանել։ Նրա խոսքով Մանուկյանը պնդել է, որ ինքը թուրք է։
բայց խոստովանել է, որ մեկ անգամ ստիպված է եղել վճարել, իսկ երկրորդ անգամ մերժել է։ Իսկ անչափահասների հարցով Նրա անունը իսկապես կապվել է նման մեղադրանքների հետ։ Նա կարճ ժամանակով նույնիսկ ձերբակալվել է, բայց հետո ազատ է արձակվել։ այս համատեքստում մի շատ տարօրինակ դրվագ կա մեկ այլ աղբյուրում՝ լրագրող Մեհմեդ Շեֆքեթ Էյգիի հոդվածում։ Այո, դա էլ է շատ ուշագրավ։ Էյգին, ով հայտնի էր իր պահպանողական հայացքներով, Հա, քննադատական։ նկարագրում է մեծ դեպք, երբ Մանուկյանի հաստատություններից մեկում հայտնաբերվել է ռումինացի անչափահաս աղջիկ։ Եվ ինչն է տարօրինակ։ Ըստ Էյգիի, այդ աղջիկը ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ այցելել էր Մյուֆտիություն, տեղական իսլամական վարչություն։ Ընդունել էր իսլամ եւ նույնիսկ Ղուրան նվեր ստացել։ Իսկապես Հա, Էյգին սարկազմով ենթադրում է, թե Մանուկյանը ոչ քրիստոնյանկանաց նախ ստիպում էր իսլամ ընդունել, նոր հետո աշխատանքի վերցնում։ սա շատ զգուշ մոտեցում է պահանջում, հաշվի առնելով աղբյուրի կողմնակալությունը գուցե։ Անպայման։ Բայց այն ավելացնում է եւս մեկ տարօրինակ ու հակասական շերտ Մանուկյանի կերպարին։ Եւ այս բոլոր սկանդալների, հարստության, իշխանության ֆոնին տեղի է ունենում այն մահափորձը, որից սկսեցինք 1995-ին։ Դրա դրդապատճառների մասին ինչ է հայտնի։ Դե դրդապատճառները մինչև վերջ այդպես էլ պարզ չդարձան, ինչը բնորոշ է նման դեպքերին։ Բայց հետագայում այս գործը կապվեց ավելի լուրջ բաների հետ։ Այո, ուշագրավ է, որ ինչպես նշվում է աղբյուրներում, այս մահափորձի գործի թելերը հասան մինչև Էրքենե կոնի գործ։ Էրգենեկոն։ Սա այն խոշոր դավադրության գործն է Թուրքիայում, չէ՞։ Հենց դա, որը կապվում էր բանակի, անվտանգության ուժերի, քաղաքական գործիչների շրջանում գործող գաղտնի ուլտրաազգայնական խորքային պետության հետ։ Այսինքն այս կապի հիշատակումը հուշում է, որ մահափորձի հետևում կարող են կանգնած լինել շատ ավելի հզոր ուժեր։ Հավանաբար, ոչ միայն սովորական քրեական մրցակցություն։ Մանուկյանը վիրավորվեց ոտքից, ըստ տարբեր տվյալների 7-ից 12 վիրահատության են ենթարկվեց։ Նա վերապրեց։ Մահացավ 2001 թվականին 87 տարեկանում, բայց նրա մահով պատմությունը չավարտվեց։ Ոչ, հակառակը։ Սկսվեց ժառանգության համար պայքարի նոր երկարատև գլուխ։ Մի ամբողջ սագա։ Պաշտոնապես միակ ժառանգը որդին էր։ Այո, Կերոպե Չիլինգիրը, բայց անմիջապես հայտնվեցին այլ հավակնորդներ։ Օրինակ, Մուշից մի ամբողջ ցեղախումբ, Բեկիրան Աշիրեթը, դատի տվեցին։ ինչ հիմքով։ Պնդում էին, որ իրենք են իրական ժառանգները, որ Մանուկյանի հարստության հիմքը ըստ իրենց եկել է իրենց նախնիներից, մայրական կողմի հետ կապված։ Եվ ինչ որոշեց դատարանը։ Դատարանը մերժեց նրանց հայցը։ Բայց վեճերը շարունակվեցին հենց ընտանիքի ներսում։ Այո, Կերոպեի դուստրը Դորան դատի տվեց հորը։ Ինչու։ Վիճարկում էր նրա երրորդ ամուսնությունը։ Մի կնոջ հետ, որն իրենից 40 տարով երիտասարդ էր, Նեսլիհան Քահրաման։ Հա, հիշում եմ այդ պատմությունը։ Դորան պնդում էր, որ այդ ամուսնությունը կնքվել է կեղծ փաստաթղթերով, երբ Կերոպեն արդեն առողջական ծանր վիճակում էր, անգիտակից։ Եվ դատավարությունը երկար տևեց։ Տարիներ։ Կերոպե Չիլինգերը մահացավ 2020 թվականին, 80 տարեկանում։ Նրա մահից կարճ ժամանակ անց դատարանը չեղարկեց այդ երրորդ ամուսնությունը։ Այսինքն ժառանգությունն անցավ թորներին։ Այո, Դորա եւ Իլդա Չիլինգերներին։ Դե փորձենք ամփոփել։ Ինչն է շարժում այս կնոջը։ Հասկանալի է, սկզբում ֆինանսական անվտանգության կարիք կար։ Ամուսնու մահից հետո, բայց այսպիսի մասշտաբի կայսրություն կառուցելը դա միայն փողի մասին չէ՞։ Ես էլ եմ կարծում ոչ։ Աղբյուրները հատկապես ոստիկանի վկայությունը նրա հպարտության մասին հարկային ռեկորդներով հուշում են, որ նրա համար կարևոր էր նաև հանրային ճանաչումը, կարգավիճակը, գուցե նաև իշխանության զգացումը։ Նա ստեղծել էր մի ամբողջ համակարգ։ Այո, որը գործում էր իր կանոններով, իր հիերարխիայով, իր պատժիչ մեխանիզմներով, հիշում եք, ով լուլարի օգտագործումը։ Սա խոսում է ոչ միայն փողի, այլև վերահսկողության, ազդեցության ձգտման մասին։ Անպայման։ Եվ այս ամենի հետ մեկտեղ այդ անհաշտելի թվացող հակասությունները, Նոտրդամի սանը եւ հասարակացների տիրուհին, ոստիկանության բարերարը եւ կանանց շահագործողը, հարկային չեմպիոնը եւ քրեական աշխարհի հետ ենթադրյալ կապեր ունեցողը։ Այս երկու կողմերը կարծես անընդհատ պայքարում են նրա կերպարի ընկալման համար։ Եվ հենց այդ հակասությունն էլ նրան դարձնում է այդքան հետաքրքիր կերպար ուսումնասիրության համար։ Նրա պատմությունը մի տեսակ հայլերի է։ Այո, հայլերի, որն արտացոլում է ոչ միայն իր անձը, այլև այն հասարակությունը, որում նա գործել է։
իր բարոյական երկակի ստանդարտներով, փողի ու իշխանության բարդ փոխհարաբերություններով։ Այն փաստը, որ նա կարողացավ դառնալ հարկային չեմպիոն, զբաղվելով այսքան ստվերային բիզնեսով, սա շատ բան է ասում այն ժամանակվա Թուրքիայի մասին։ Շատ։ Եվ ինչ է մնացել այսօր այդ կայսրությունից։ Աղբյուրները բավականին թխուր վերջաբան են նշում Զյուրաֆա փողոցի եւ նրա արխիվների համար։ Հա, դա շատ խորհրդանշական դրվագ է։ 2021-ին Բեյօղլուի քաղաքապետարանը որոշեց մաքրել Զյուրաֆա փողոցը։ Այն փակվել էր համաճարակի պատճառով, չէ՞։ Այո, դարձել էր անօթևանների հանգրվան։ Եվ այդ մաքրման ժամանակ, ինչպես մամուլն է հաղորդում, աղբար կղը նետվեց Մանուկյանի հին գրանցամատյաններից մեկը։ Որ թվականների։ 1980-ականների մի հաստատափոր գիրք, որտեղ մանրամասն գրված էին աշխատող կանանց անունները, տարիքները, ծննդավայրերը, նույնիսկ աշխատավարձերը։ Ամբողջ պատմություն նետված աղբար կղը։ Սա ուղղակի ցնցող է։ Դա կարծես խորհրդանշում է, թե ինչպես է հաճախ վարվում պատմությունը անհարմար անցյալի հետ։ Մի կողմից տարածքի վերականգնում, մյուս կողմից հարյուրավոր կանանց պատմությունների անհետացում։ Այո, անհատական պատմությունների, ճակատագրերի։ Այդ գրքի էջերը կարող էին շատ բան պատմել։ Միևնույն ժամանակ նրա ֆիզիկական ժառանգությունը շարունակում է ապրել իր կյանքով։ Վերջերս վաճառքի հանվեց նրա բնակարանը Հուզուր Փալասում։ Այո, 2024-ի տվյալներով այն բնակարանը, որտեղ նա ապրել է, մահացել ու որի դիմաց մահափորձի ենթարկվեց։ 4-րդ հարկում 170 քամ։ Հա, գնահատվել էր մոտ 12.8 միլիոն թուրքական լիրա, նաև նախկին MM թանգարանի տարածքն է վաճառվել նույն շենքի 3-րդ հարկում։ Անշարժ գույքը շարունակում է ձեռքից ձեռք անցնել։ Մինչդեռ կնոջ պատմությունը եւ նրա ժառանգության բուն իմաստը մնում են բանավեճի առարկա։ Այսպիսով, անցնելով Մաթիլդ Մանուկյանի կյանքի այս լաբիրինթոսով, արիստոկրատ դերձակուհուց մինչև հարկային չեմպիոն ու հասարակած տների թագուհի։ Տեսնելով հարստությունը, շահագործումը, մահափորձը, ժառանգության պատերազմները, մենք կանգնում ենք բարդ հարցերի առաջ։ Ի վերջո ինչն է որոշում մարդու թողած հետքը, կուտակած միլիոնները, թե դրանք վաստակելու ճանապարհը։ Ստեղծած հանրային կերպարը, թե այն ստվերները, որոնք թաքնված են դրա հետևում։ Մանուկյանի դեպքում այս հարցերը հատկապես սուր են հնչում։ Եվ գուցե ամենակարևոր հարցը վերաբերում է ոչ թե իրեն Մանուկյանին, այլ այն անանուն կանանց, որոնց պատմությունները հայտնվեցին աղբար կղում։ Ճիշտ է։ Մենք խորանալով Մանուկյանի կյանքի մեջ, արդյոք չենք մոռանում այն հարյուրավոր, գուցե հազարավոր ճակատագրերի մասին, որոնք կազմել են նրա կայսրության հիմքը։ Ինչ տեղ ունեն նրանք այս պատմության մեջ։ Սա մի հարց է, որի պատասխանը հավանաբար արժե փնտրել այս աղբյուրներն ուսումնասիրելուց հետո։